Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Երեք կամակոր Բիլլի այծիկները։ Մի դաշտում երեք այծիկներ էին ապրում։ Ամենափոքրին անվանում էին Բիլլի կրտսեր կամակոր, հաջորդին Բիլլի միջնեկ կամակոր, իսկ երրորդին, որն ամենամեծն էր, անվանում էին Բիլլի ավագ կամակոր։ Նրանց դաշտի եզերքով հոսում էր մի գետակ, իսկ գետակից այն կողմ նորից դաշտ էր տարածվում։ Այդ դաշտում ոչ ոք չէր ապրում, և խոտը այնտեղ առատ էր, և խոտի գույնն էլ վառ կանաչ էր։ Բիլլի կրտսեր կամակորը ասում էր, որ գետակից այն կողմ դատարկ դաշտում ինքը տեսնում է մի ծառ, վրան հրաշալի վարդագույն խնձորներ։ Բիլլի միջնեկը պնդում էր, որ դիմացի դաշտում լավ առվույտ է աճում, իսկ Բիլլի ավագի աչքին հաղարջի թփեր էին երևում այս ու այն կողմ ցրված։ Մի խոսքով երեքն էլ երազում էին անցնել գետը։ Գետակի վրայով ընդամենը մի ցածրիկ փայտյա կամուրջ էր գցված, բայց ամենասարսափելին այն էր, որ այդ կամրջի տակ մի զարհուրելի թզուկ էր ապրում։ Այդ թզուկը աշխարհում ամենից շատ սիրում էր այծիկներ ուտել։ Հենց դրա համար էլ երեք Բիլլի այծիկները երբեք չէին համարձակվում անցնել գետակը ու հասնել դիմացի գեղեցիկ ամայի դաշտը։ Նրանք սարսափելի վախենում էին թզուկից։ Մի օր, երբ Բիլլի կրտսեր կամակորը շատ սոված էր, գտավ եղբայրներին ու ասաց. «Ես ուզում եմ անցնել այն կողմ ու ճաշակել համեղ վարդագույն խնձորներից»։ «Ուշադիր եղիր, զգուշացիր թզուկից», պատասխանեցին եղբայրները, «չբռնվես հանկարծ»։ Բայց Բիլլի կրտսերը ոչ մեկին չլսեց, վազեց դեպի կամուրջը բացականչելով. «Ես դեռ շատ փոքր եմ նրա համար»։ Իսկ մի պահ անց լսվեց նրա սմբակների կտկտոցը կամրջին, բայց կես ճանապարհն էլ չէր անցել, երբ թզուկը գլուխը դուրս հանեց և գոռաց. «Այս ո՞վ է վազում իմ կամրջի վրայով»։ «Այդ ես եմ, Բիլլի կրտսեր կամակորը», պատասխանեց այծիկը։ «Դե որ այդպես է, ես քեզ կուտեմ», պատասխանեց թզուկը։ «Ինձ մի կեր», խնդրեց կրտսերը, «որովհետև ես ամենափոքրն եմ, ես եղբայր ունեմ Բիլլի միջնեկ անունով, նա ինձնից համեծ է, համել չող, ինչու չես ուզում նրան ուտել»։ «Շատ լավ, այդպես էլ կանեմ», պատասխանեց թզուկը, «իսկ դու չքվիր աչքիցս»։ Այսպես Բիլլի կրտսեր կամակորը կամրջով անցավ գետակի մյուս ափը և սկսեց քեֆ քաշել հարուստ կանաչ խոտի և գեղեցիկ վարդագույն խնձորների մեջ։ Երբ Բիլլի միջնեկը տեսավ, որ Բիլլի կրտսերը ապահով անցավ գետակի մյուս ափը, ինքն էլ հետևեց նրան։ Այս անգամ էլ նրա սմբակների կտկտոցը խանգարեց թզուկին, նա դուրս հանեց գլուխը կամրջի տակից ու բղավեց. «Այդ ո՞վ է վազում կամրջիս վրայով»։ «Այդ ես եմ, Բիլլի միջնեկ կամակորը», պատասխանեց այծիկը։ «Եղբայրդ ասաց, որ դու գալու ես», ասաց թզուկը, «հիմա ես քեզ կուտեմ»։ «Չէ, ինձ մի կեր», աղաչեց այծիկը, «որովհետև ես խեղճ ու կրակ Բիլլի միջնեկն եմ, սպասիր եղբորս Բիլլի ավագին, նա ինձնից համեծ է, համել չող»։ «Շատ լավ, կսպասեմ», պատասխանեց թզուկը, «իսկ դու չքվիր աչքիցս»։ Այսպիսով Բիլլի միջնեկն էլ անցավ կամրջով գետի մյուս ափը, անմիջապես հանդիպեց Բիլլի կրտսերին ու միասին սկսեցին քեֆ քաշել թարմ կանաչ խոտի, վարդագույն ու հյութեղ առվույտի մեջ։ Այդ ժամանակ Բիլլի ավագը մտածեց, որ իր հերթն էլ եկավ անցնելու կամուրջը, միանալու եղբայրներին և քեֆ քաշելու թարմ կանաչ խոտի ու այնտեղ ցրված հասուն հաղարջի թփերի մեջ։ Նա էլ կտկտացրեց կամրջին, նա էլ անհանգստացրեց թզուկին,
Նա էլ սարսափահար կանգ առավ, երբ թզուկը գլուխը հանեց ու գոռաց. «Այդ ո՞վ է վազում կամրջիս վրայով»։ «Այդ ես եմ, Բիլլի ավագը», պատասխանեց այծիկը։ «Այ հենց քեզ էլ սպասում էի», ասաց թզուկը։ «Եղբայրդ ասաց, որ գալու ես, դե շատ լավ արեցիր, որ եկար, հիմա ես քեզ կուտեմ»։ «Հապա փորձիր», սարսափը թաքցնելով պատասխանեց Բիլլի ավագը և պոզերը տնկեց։ Թզուկը ցատկեց կամրջին, բայց մինչև ուշքի գար, Բիլլի ավագը հարվածեց նրան պոզերով և կամրջի վրայից գցեց։ Այնպես վայր գցեց, որ թզուկը անհետացավ գետակի ջրերում։ Բիլլի ավագն անցավ կամուրջը ու շտապեց եղբայրների մոտ։ Նա գտավ նրանց ու երեքով երջանիկ ապրեցին այդ հարուստ դաշտում։ Բիլլի ավագը գտավ իր երազած հասուն ու կարմիր հաղարջները, Բիլլի միջնեկը հյութեղ առվույտը, իսկ Բիլլի կրտսերը հրաշալի վարդագույն խնձորները։ Կերան ու սարսափելի չաղացան։